Ադրբեջանի տարածքով ցորեն է գալիս Հայաստան, ինչ կարծիք ունեք այս մասով։ Մեծ կասկած ունեմ, որ կարող այնտեղ թունաքիմիկատներ խառնեն, դանդաղ մատուցեն հայ ազգին։ Ես դա եմ կարծում։ Իշխանությունները դա որպես հաղթանակ են ներկայացնում, կարծես։ Իշխանությունները շատ բան, իշխանությունը ով է։ Ով է իշխանությունը։ Գալիս Հայաստան։ Ես երկրի ոչ մի բան չեմ ուզում պատասխանեմ։ Գալիս է։ Դե ասում են գալիս է ու որպես հաղթանակ են ներկայացնում իշխանությունները։ Բա կներկայացնեմ, բա ինչ կանի։ Ավելի լավ է չպատասխանում էլի։ Լավ է, վատ է։ Շատ վատ է։ Ես չեմ վստահում։ Իշխանությունները որպես հաղթանակ են ներկայացնում։ Ես չգիտեմ իշխանությունները ինչ են մտածում, ես չեմ վստահում։ Ես կողմ չեմ։ Ես կողմ չեմ, Ռուսաստանից ենք ստանում, ես կողմ չեմ։ Կարծիքը մեծ նշանակություն ունի այդ ուղարկածի համար, ես ոչինչ չգիտեմ, ինչ Իհարկե, ասեմ։ քաղաքացի եք, հետաքրքիր է։ Չէ, հետաքրքիր է ինչ-որ հեռուստատեսությամբ լսում եք, եթե հաշտություն են կնքել, եթե արդեն հասել է այդ տեղը, որ բերք, մթերք պիտի կա, ուրեմն բնական բան է, ինչ ասեմ։ Վստահում եք։ Իհարկե։ Այդ հարցը տվեք Քոչարյանին, ինձ մի տվեք։ Եթե չթույնեն, լավ կլինի, ինչ է եղել, թող լիներ, բայց կարող է կասկածներ ունեմ, այո։ Չգիտեմ։ Ադրբեջանի տարածքով ցորեն է գալիս, ինչ եք կարծում։ Բա ինչ կտա դա մեզ։ Մեր երկրին։ Ամեն ինչ։ Աղդի ոսկի կդրեն։ Իմ համար վատ է։ Իշխանությունները որպես հաղթանակ են ներկայացնում դա, ինչ եք կարծում։ Ով է։ Իշխանությունները որպես հաղթանակ են ներկայացնում։ Ես դա չեմ կարծում, որ հաղթանակ է, չգիտեմ։ Իմ համար բացասական է դա։ Հա, չեմ վստահում։ Գիտեմ, ես բան եմ եկած եմ դիցի։ Բայց կարծում եք լավ է, վատ է Ադրբեջանի տարածքով բեռնել, որ գա Հայաստան։ Չգիտեմ, աստեղեն չեմ որ գիտնամ, շատ շնորհակալ եմ։ Բադա, Չեք վստահում։ ամոթ է մեզ, մի ամբերության չէ, մեզ ամոթ է։ Իշխանությունները որպես Մենք որպես ժողովուրդ ամոթ է մեզ։ Չի կարելի։ Ցորենի գալուստը որպես հաղթանակ են ներկայացնում իշխանությունները։ Կիսում եք թե ոչ։ Ես կգարձեմ ավելի լավ է անոթի մերնիմ, քան թե Ադրբեջանի ցորենը ուտեմ։